Օնտարիոյի կառավարությունը մեկնել է Վաշինգտոն բողոքելու Թրամփի առաջարկած 100% մաքսատուրքերի դեմ, որը սպառնում է կանադական ֆիլմերի արտահանմանը։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը մերժել է Թրամփի առաջարկը մեքսիկա-ամերիկյան զորքեր մտցնելու թմրանյութերի դեմ պայքարի նպատակով։ Մոսկվայի վրա արձակված 25 անօդաչուներից 19 խոցվել են, իսկ օդանավակայանները ժամանակավորապես փակվել են անվտանգության նպատակներով։ Գերմանիայում Շոլցի պաշտոնավարման ավարտին ավանդույթի համաձայն կազմակերպվել է զինվորական նվագախմբով և ջահերով հատուկ հրաժեշտի արարողություն։ Եվրամիությունը ֆինանսական ծրագիր է սկսել ԱՄՆ-ից եվրոպական համալսարաններ տաղանդավոր գիտնականների ներգրավելու նպատակով։ Եմեն շուրջ 500 միլիոն եվրո է տրամադրում գիտնականների ներգրավման համար։ Ռուսաստանում ընդունվել է նախագիծ, որի համաձայն նրանք, ովքեր հրաժարվում են 3 տարի աշխատել հիվանդանոցներում և կլինիկաներում, կարող են տուգանվել շուրջ $39,000։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մշտապես մտածում է իրավահաջորդի մասին, սակայն վերջնական ընտրությունը ժողովրդի ձեռքերում է։ Դաղստանի Կիզլյար քաղաքում հագուստի խանութում կազմակերպված ակցիան ապրանք 99 ռուբլով 1500 հավանության դիմաց ավարտվել է խառնաշփոթով։ Մարդիկ խանութում չեն կարողացել հերթ պահել և սկսել են հրմշտել միմյանց։ Բրազիլիայի ոստիկանությունը կանխել է ահաբեկչական փորձ Ռիո դե Ժանեյրոյում, որտեղ անցկացվում էր Լեդի Գագայի անվճար համերգը։ Ձերբակալվել են մի տղամարդ և մի դեռահաս, ևս 15 կասկադյալների տներում իրականացվել են խուզարկություններ։ Տոկիոյում զբոսնելիս ամերիկացի рэփեր Քանյե Ուեսթը որոշել է յուրահատուկ կերպով վարվել պապարացիների հետ, պարզապես վերցնելով նրանցից մեկի հեծանիվը։ Թե ինչպես է ավարտվել միջադեպը և արդյոք рэփերը վերադարձրել է հեծանիվի իր տիրոջը, դեռ հայտնի չէ։ Սպիտակ տան պաշտոնական X էջը հրապարակել է Դոնալդ Թրամփի լուսանկարը աստղային պատերազմներ ֆիլմաշարի ոճով։ Colgate Total Clean Mint դատամի մածուկը կարող է վտանգ ներկայացնել առողջության համար։ Բազմաթիվ օգտատերեր զանգվածաբար բողոքել են, որ ատամի մածուկը օգտագործելուց հետո առաջանում են մի շարք խնդիրներ՝ լնդերի խոց, այրոց, բորբոքումներ, ինչպես նաև այտուցներ։ Իլոն Մասկը հայտարարել է, որ Neuralink-ը նախատեսում է վերականգնել կույրերի տեսողությունը BlindSight կոչվող չիպի միջոցով, որը անմիջականորեն փոխազդում է և ազդեցություն ունենում ուղեղի տեսողական կեղևի վրա։ Մտքերի միջոցով շարժումները կառավարելը այլևս գիտաֆանտաստիկայի ժանրից չէ։ Neuralink-ը փոխում է իրականությունը, կաթվածահար տղամարդը կարողանում է կառավարել համակարգիչը մտքերի միջոցով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է վերաբացել Ալկատրասի լեգենդար բանտը, ամենավտանգավոր հանցագործներին այնտեղ պահելու նպատակով։ ՄԱԿ-ի սևամորթ դատավոր և Ուգանդայի բարձրագույն դատարանի անդամ Լիդիա Մուգամբեն դատապարտվել է 6 տարի և 4 ամիս ազատազրկման Ուգանդայից բերված երիտասարդ կնոջը հարկադիր աշխատանքի ենթարկելու համար։ Գիտնականները մարդկային բջիջներից հաջողությամբ ստեղծել են մարդկային փոքրիկ ուղեղ և այն միացրել հատուկ տեխնոլոգիական սարքին։ Ռուսաստանում էկովակինո կեֆիրի պահանջարկը աննախադեպ աճել է, երբ Պուտինի մասին պատվող վավերագրական ֆիլմում երևում է, որ նախագահը կեֆիրը պահում է իր անձնական սառնարանում, կարծես դառնալով ապրանքի դեմքը։ Ասպերգիլուս սունկը, որը մինչ այժմ հիմնականում տարածված է արևադարձային շրջաններում, կլիմայի փոփոխության ազդեցությամբ սկսել է արագորեն տարածվել և 2100 թվականին 77%-ով կարող է ընդլայնվել։ Apple-ը պատրաստվում է թողարկել նոր ամենաբարակ iPhone 17 Air-ը ընդամենը 5.5 մմ հաստությամբ, սակայն դիզայնի պատճառով հեռախոսը չի կարող ունենալ մեծ մարտկոց և երկար ժամանակ առանց լիցքավորելու չի աշխատի։ Apple-ը գտել է լուծում վաճառելով հատուկ մարտկոցի պատյան, որը պետք է գնել առանձին։ Այս և այլ լուրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ կարդալով Օրագիր News կայքը։